Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ ճիշտ կլինի կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցում օրհներ քննչի, պետական դրոշը նաև տեղադրվի, ընդհանուր առմամբ արդյոք սա վարչապետի լիազորությունների խախտում չէ։ Իհարկե խախտում է։ Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի անհեթեթ հայտարարություններ ու կոչեր է անում, ակնհայտ է, որ սա իր պաշտոնական լիազորությունների չարաշահում է, որը նոր չի սկսվել, բայց նորից եմ կրկնում, ավելի ու ավելի անհեթեթ են դառնում այդ պահանջները։ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ մենք աշխարհիկ պետություն ենք, որտեղ պետությունն ու եկեղեցին իրարից անջատված են։ Սահմանադրության առաջին գլուխը դա հստակորեն ֆիքսում է։ Եվ բացի նրանից, որ մենք աշխարհիկ պետություն ենք, որը աշխարհում ամենաճանաչված մոդելն է, մենք նաև հստակ ամրագրել ենք, որ պետությունը պարտավոր է ճանաչել մեր հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը երկրի հոգևոր, մշակութային եւ այլ ոլորտներում։ Դրանից բխում է, որ պետությունը պետք է հարգանքով մոտենա եկեղեցուն, ազգային եկեղեցուն, իսկ հայաստանյա առաքելական եկեղեցին մեր միակ ազգային եկեղեցին է ըստ գործող օրենքի եւ որևէ կերպ ոչ միայն չմիջամտի այդ եկեղեցու ներքին գործերին, այլ նաեւ ամեն տեսակի աջակցություն ցուցաբերի եկեղեցուն տարբեր ոլորտներում։ Հիմա մենք ունենք կոպիտ միջամտություն մեր եկեղեցու ներքին կյանքին, ձեր վերոհիշյալ հայտարարության հետ կապված եւ բացահայտ հետապնդումներ այն բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, որոնք իրենց աջակցությունը եւ նվիրվածությունն են հայտնել հայոց հայրապետին եւ մեր առաքելական Սուրբ եկեղեցուն։ Փաշինյանը դա բացատրում է նրանով, որ կաթողիկոսը ենթադրորեն խախտել է կուսակրոնության ուխտը եւ ինքը եկեղեցին տանում է նորոգման ճանապարհով։ Փաշինյանը շարքային քաղաքացի է այս հարցում, նրա ասածը որևէ նշանակություն չի կարող ունենալ եկեղեցու համար, նա կարող է իր կարծիքը արտահայտել, բայց այն գործողությունները, որոնք Փաշինյանը ձեռնարկել է, դրանք ձեռնարկվել են իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով, պետական պաշտոնական միջոցներ օգտագործելու միջոցով եւ հետեւաբար Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ ինքը պնդումներ է կատարում վեհապարի կուսակրոնության վերաբերյալ եւ նաեւ հավելում է, որ ինքը տվյալներ ունի։ Ես եւ դուք այդ տվյալները չունենք։ Նա պնդում է, որ ունի եւ ակնհայտորեն ինքը համապատասխան ցուցումներ է տվել համապատասխան իրավասու մարմիններին։ Սա մեկ, երկրորդը ներքին կյանքին միջամտությունը արտահայտվում է նաեւ նրանով, որ Փաշինյանը խաթարելով հայ առաքելական եկեղեցու ներքին կանոնները մասնակցում է այնպիսի պատարակների, որոնք իրավունք չունի նա իրականացնել եւ նորից իր իշխանական լիազորություններն է օգտագործում։ Ուղարկում է այնտեղ ոստիկանական ուժեր, ուղարկում է այնտեղ ԱԱԾ ծառայության աշխատակիցներ, մտնում են եկեղեցի եւ թույլ չեն տալիս մարդկանց արտահայտելու իրենց կարծիքը։ Նրանք, ովքեր հակառակվում են Փաշինյանի կարծիքին, նրանց հեռացնում են եկեղեցու տարածքից։ Ոստիկանությունը եկեղեցու տարածքում անելիք չունի։ Դա պատկանում է միայն եկեղեցուն։ Եվ միայն եկեղեցականների տվյալ պատարագի ժամանակ եկեղեցականների պահանջով է հնարավոր, որ ինչ որ քաղաքացի հարկադրաբար դուրս բերվի այդ տարածքից, եթե այդ քաղաքացին չի հարգում մեր ազգային եկեղեցու կանոնները, խաթարում է, ասենք, պատարագի բնականon ընթացքը։